Բարև ձեզ, եկեք միասին շարունակենք տեքստային խնդիրների դիտարկումը։ Հիմա միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Դասարանում կա 15 աշակերտ, ոնց 20%-ը գերազանցիկ է։ Հիմա եկեք հասկանանք քանի հոգի է գերազանցիկ։ Եթե 15 աշակերտ ունենք դասարանում, այս 15 եկեք նշանակենք 100%-ով, իսկ գերազանցիկ աշակերտների քանակը նշանակեմ x-ով, որը որ ուզում եմ գտնեմ, եւ նրանց 20%-ը գերազանցիկը նշանակում է x-ը 20%-ա կազմում։ Եվ այստեղից պետք է գտնեմ x-ը։ X-ը գտնելու համար կատարում խաչաձև բազմապատկում 15 անգամ 20 բաժանած 100-ի։ Եվ այստեղից գտնում եմ x-ը։ Ու ըստ էության x-ը հավասար է 3-ի, այսինքն 15 աշակերտից 3-ը գերազանցիկ է։ Դասային տղաները 3-ով ավել են աղջիկներից։ Հիմա եթե ես տղաների քանակը նշանակեմ x-ով, ապա աղջիկների քանակը կլինի x հանած 3, որովհետև տղաների քանակը 3-ով շատ են։ Ու ես այլ տարբերակ առաջարկեմ, կարող եմ օրինակ աղջիկների քանակը նշանակել y-ով, տղաները կլինեն y + 3։ Այստեղ այս գեղեցիկ նրբությունը ցանկալի է դիտարկել նկատել։ Հիմա իմ մոտ հակառակն եմ, ես այդ տղաները նշանակել եմ x-ով, աղջիկները կստանան x - 3։ Եվ այստեղից եկեք գտնենք թե քանի տղա, քանի աղջիկ ունենք։ Նայեք, տղաների քանակ եւ գումարած աղջիկների քանակ, այսինքն x գումարած x - 3-ը, սա պետք է հավասար լինի դասանի աշակերտների քանակին, այսինքն պետք է հավասար լինի 15-ի։ Այստեղից գտնենք x-ը, 2x-ը հավասար է 18, այսինքն x-ը հավասար է 9, սա նշանակում է, որ ունենք 9 տղա, իսկ աղջիկների քանակը կլինի 9 հանած 3, այսինքն 6 աղջիկ։ Ստացանք։ Եկեք միասին հիմա խնդիրների կետերը կարդանք, ուրեմն քանի տղա կա դասանում, տղաների քանակը հասկացանք, որ 9-ն են, x-ը որտեղ հավասար 9-ի, գտենք դասային գերազանցիկ աշակերտների թիվը, աշակերտների գերազանցիկ թիվը գտանք 3-ն էին։ Գտնենք դպրոցի աշակերտների թիվը, եթե այդ դասանի աշակերտների թիվը դպրոցի աշակերտների 3/8 մասն է կազմում։ Որպեսզի հասկանանք, թե որքան են կազմում, տեսեք, այդ ընդհանուր եկեք սա մաքրեմ, ընդհանուր աշակերտների քանակը, որոնք որ ուզում եմ գտնեմ, նշանակեմ x-ով դպրոցի աշակերտների քանակը։ Եվ ասում եմ այդտեղ, որ x անգամ 3/80-ը հավասար է 15-ի։ 15-ը մեր այս դասանը, որ դիտարկում ենք, աշակերտների քանակը 3/8 մասը, այսինքն x-ի 3/8 մասը, ասել 15-ի։ Այսինքն պետք է գտնենք x-ը, x-ը հավասար է 15 անգամ 80 բաժանած 3-ի, որն էլ հերթին հավասար է 400-ի։ Այսինքն ստացանք, որ 400 աշակերտ կա դպրոցում, եւ վերջին հարցը, քանի գերազանցիկ տղա կա դասանում, եթե աղջիկների 1/3 մասը գերազանցիկ է։ Հիմա տեսեք, աղջիկների քանակը 6-ն է, չէ՞։ 6-ի 1/3 մասը իմանալու համար 6-ը բազմապատկվում է 1/3-ով, որն էլ հերթին հավասար է 2-ի։ Այսինքն 2 աղջիկ գերազանցիկ է, իսկ մեր ընդհանուր գերազանցիկների քանակը 3 է։ Հետեւաբար, եթե 3 գերազանցիկ ունեմ, 2 աղջիկ, ապա մեկը կլինի տղա։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, իսկ ես արդեն դիտարկել եմ ել ավելի բարդ ու հետաքրքիր խնդիրներ։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։ Լավ մնացեք։